Անի վեսա, թե թուղթուգիր Պատիշը թե ամպոդ ու անձրևոտ օր Զավեշտ է թե կոնկրետ ճակատագիր Դոմինո Այ քեզ կինո Իսկ պատմության այս պատճառը երեք ընկեր են խառը Ովքեր փոխում են եղանակը ու բերում ամառը Ովքեր իրար շատ հարազատ են, բայց չափից ավել ազատ են Եվ կոչվում է այս կինոն Դոմինո Կապ չունի խոհարավ ես դու թե մեր սող Քեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Քեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո Դոմինո Ոչ սովորական կինոն ես լսվում պատմությունը մեր Այստեղ ոչ տեն ունի շուն, ոչ է շունը տեն Այստեղ ամենը նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Ոչ սովորական կինո Որ կոչվում է դոմինո Այն կոչվում է դոմինո Ու ինչքան պիտի մնամ ես ես մայկայով։ Այսօր ամբողջ օրը։ Ֆուտբոլիստները 90 րոպե խաղալուց հետո հանում են այս մայկաները։ Ես ինչի պիտի ամբողջ օրը մնամ։ Որովհետև Նորո ջան, այդ մեր ընկերոջ ցանկությունն է, որը կարա վերջինը լինի։ Ես արդեն ցանկություն չէ, ձեռառնոցի է։ Նորո գոհեղի, որ Միկան սումո բալետ չանի։ Որ խնդրեմ այս թղթերը կստորագրեք, պարոն Բադալյան։ Ալո։ Որ տեսնում ես գրել եմ, ինչի չես պատասխանում։ Խառն եմ։ Որ հասա այդտեղ, այդ ժամանակ խառը կլինես։ Շուտ գրածես պատասխանի։ Չէ, բան չի պատահել։ Քեզ թվում է ինձ իրոք հետաքրքիր է քեզ բանա պատահել թե չէ։ Էդ դեսպանատան համար է, նենց որ հենց հիմա պատասխանի թե չէ հաստատ մի բան կպատահի։ Գար, այդ սոֆան էր։ Չէ, ավելի բետար, մորքուր է։ Վերջ։ Կարող եմ գնալ։ Լիլել ոնց ասեմ, որ հավատաս։ Մենք այդ աղջիկներին Միկայից տուն էինք տարել, որպեսզի ես Միկայի հավատարմությունը ստուգեի։ Շատ լավ միտք է։ Ես էլ Նարէին կխնդրեմ այսօր երեկոյան նույն մեթոդով իմ հավատարմությունը ստուգի։ Չէ, ապր խնդրում եմ։ Հազիվ եմ ես մայկեքը ճարել։ Ուզում ես ինչ ճղի։ Բա ոնց էիր համոզել, որ Լիլին էլ հագնի։ Ինչի մենակ Լիլին եմ համոզել։ Կարևոր գործընկեր է գալու, Բարսելոնայի բալեշիկն է, հիմա որ այդ ընկերը ջրացատկի բալեշիկ լինի, տրոսիկներով է գործի գալու։ Ինչի դու հիմա առանց, հա? Դու սուս հա այն գոմեշ։ Ժաննա չհամարձակվես ինձ վիրավորել։ Այ բալաջան, մեջքիդ ինչ գրած է, են էլ ասում եմ։ Իսկ ինչի է մեջքի սենց բան գրած։ Որովհետև էդի ֆուտբոլիստի ազգանունն է։ Իմ շապիկը տամ քեզ ես Ջեսիկա Ալբան տուր ինձ էլի։ Կարո ջան, բայց ես Ջեսիկա Ալբա չես։ Ինչ որ ուրիշ ու համոզված եմ տղամարդու անունով Ալբայա։ Այ սա երազանքա։ Իսկական Camp Nou։ Bravissimo։ Visca Mashquen Club sempre Barça։ Միկա, իսկ կարաս բացատրես, այս մայկաները սենց պատահական են բաժանվել ու հայեր են, հայ եթե կարելի է։
Կարո ջան, այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Օրինակ, Նարեն հագել է Մեսսիի մայկան, որովհետև երկուսին էլ շատ եմ սիրում։ Դրա համար էլ ես մի շաբաթ չկաս ու չես էլ պատրաստվում բացատրություն տա։ Օրինակ, Ժաննան հագել է Նեյմարի մայկան, որովհետև իրանք երկուսն էլ բարձր տիրապետում են տեխնիկային։ Բա ինչի է մեջքին գրած Գոմեշ։ Կարո ջան, որտեվ դու էլ ու Գոմեշն էլ միշտ կակ, բայց պարզ չի խի։ Իսկ ես ու Ալբան ինչ կապ ունենք։ Որովհետև դու Ջեսիկա Ալբայի նման սիրուն ես։ Բրավիսիմո, Camp Nou, Visca Barça, Visca Catalonia։ Ապեր Զարմիկ ջան։ Դոկ ջան ես կտա Ժաննային, հա։ Ապեր, իսկ դու ինչի ես վստահ, որ Լիլին Նարային ոչ մի բան չի պատմել մեր փարթիի մասին։ Դոկ, որտեվ եթե պատմած լիներ, մենք հիմա Նարայի ձայնը կլսեինք։ Այլ շուտ գորգռոցը։ Նորո։ Այս կաֆայի համար մեկը կարամ տանեմ տուն։ Հա, կտաս։ Ձեր տան ճանապարհին ցանկացած խանութում կա։ Մեջքս չխնայելով խոնարհվում եմ աշխարհի ամենակարգին ընկերների դիմաց։ Խնդրեմ։ Ապեր դու կարաս մենակ փող խնդրես։ Ապեր, ես այդ փող խնդրել եմ մայկաների համար։ Նոր 7 անգամ 3000 ինչ անում։ 21000։ 21000 ապե, ոչ թե 200000։ Ոնց։ Դու ես մայկաների համար 200000 փող ես վերցրել Միկայից։ Հա, բայց մնացած փողին էլ աղջիկներն եմ համոզել, որ ես մայկաները հագնեմ։ Ու այդ ոնց ես համոզել։ Դե մի 100,000-ի խաբել եմ, մի 50,000-ը լացել եմ։ Տակի ինչ մնաց։ 29000 դոկ։ Դե մնացած փողն էլ մոտս ա, եթե պետքա կարամ տամ Միկա ջան։ Չէ, պայի հենա մի 29000-ի էլ նոր լացեցիր։ Բայց ինչ անշնորհակալ մարդ դուրս եկար դու։ Դիմացի հապեր։ 4 ամիս։ 4 ամիս դիմացի։ Դե Միկել, ինչ անենք, որ դու դրա մասին չմտածես։ Ոչ մի բան պետք չի անել, ես արդեն ամեն ինչ մտածել եմ։ Մտածում եմ, քանի կոպեկ արժի իմ կյանքը։ Եթե իմ երեխեքը չեն իմանալու, թե իրանց հերը ինչ կյանքով ապրել։ Եթե իմ թոռները չեն իմանալու, թե ինչ կարգին պապ են ունեցել։ Եթե իմ ծոռները չեն իմանալու, թե ինչ մարդու ծոռներ են եղել։ Եթե լավ այսքանը հերիք է։ Միք ջան, բայց դու երեխա չունես։ Այդ դրա մասին հետո, այդ 9-րդ կետն է, իսկ հիմա պատրաստվեք, այսօր կատարվում է իմ ամենանվիրական ցանկությունը։ Նորոյն ենք տպում։ Շնորհ, այդ անհնար է։ Իմ մասին, այս տղու մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում։ Ապա ինձ թվում է Նորոյն տպելը ավելի իրական է։ Ու այդ ոնց ես պատկերացնում։ Շատ լավ, ձախ, աշխատանքային, Այչ տղայա, Պրոստը ափսոսելի։ Երկար, ինչ է համտերի անունը, հա, սելֆիի ձողա։ Ժաննը մի հատ բոլորին հավաքի ասա խոսալու բան կա գան սենյակ։ Միկա ջան, ինձ վաբշետը մենակ աղբա հավաքելու համար եմ բարձատրում։ Այս ուրիշ բան, մի րոպեից բոլորը ստեղ կլինեն։ Ասա։ Բայ Արտակ ջան, բարև, Արտակն է, Արտակ Վարդանյանը, մեր քաղաքի լավագույն լրագրողներից է, իմ մասին ֆիլմ է պատրաստում, հեղինակն էլ ինքն է։ Բարև ձեզ, շատ հաճելի է, փաստորեն, աչքարիկը գարիկն է, ցուլիկը նորիկն է, բարձր, նշան մոտը։
ապեր ինքը մեղք չունի, ես էի տենց ասել, որ տարբեր էլի ձեզ։ Ապեր որ ասեիր Ցուլիկը նորիկն էս կեն մյուսն էլ Գարիկն այնք էլի կհասկանար։ Այ, դες չեմ ֆայմե, փողը փոխեց, փողը։ Ես ինչ անեմ։ Միկան մի 1000 անգամ խնդրեց, որ հավաքվենք, մինչև գա։ Ժաննա ջան, 1000 չէ, 5000։ Ժողովուրդ ջան, մի հատ ֆանտաստիկ լուր ունեմ ձեզ հայտնելու։ Ժաննան արդեն ասել է, որ տեխնացությունը դրել ես ու նախընտրական հոլովակ ես նկարում։ Ինչ տեխնացություն, ինչ հոլովակ։ Նկարը հանվում է վավերագրական ֆիլմ գիծ հաղորդում, որտեղ պատմվում է մի շատ համեստ եւ պարկեշտ երիտասարդ միլիոնատիրոջ մասին։ Իր կյանքը, կենցաղը ու շրջապատող մարդիկ։ Հենա եղավ նախընտրական հոլովակ էլի։ Ուշացել են։ Մի քանի օր առաջ գային ավելի հետաքրքիր կադրեր կնկարեին։ Ինչի մի քանի օր առաջ ինչ ա եղել որ։ Հեչ, ուղղակի գոնե նորմալ շորերով էինք։ Ժողովուրդ, ես ենթադրում եմ Միկան արդեն ձեզ պատմել է հաղորդման բնույթը։ Մենք պատրաստ ենք, կարող ենք սկսել, ով ա ուզում առաջինը խոսա։ Երեխեք ջան, այդտեղ վախենալու ոչինչ չկա, ուղղակի պետք է նստեք կամերաների դիմաց ու ին մասին ինչ-որ բաներ պատմեք։ Ցանկալի է լավ։ Նիկա ջան, քո մասին իրականում վատ բան չկա էլ խոսելու։ Չնայած նենց էլ չի, որ մտքովս լավ բան է անցնում, էլի։ Ես տեսախցիկից կոմպլեքսավորվում եմ։ Գոնե շուտ ասեիք, կփոխվեինք, կպատրաստվեինք։ Լավ, Միկա, երևի սկսենք ձեզանից, մինչև մյուսները պատրաստվեն, հա։ Ինչ արած, ինչ արած։ Ես այսօր խորհեմ Միկա, ինձ հետաքրքիր է, դուք համաձայն եք այն մտքի հետ, որ ցանկացած հարստության տակ հանցագործություն կա։ Շատ լավ հարցեր ես այդ հարցին սպասում էի։ Նախ ասեմ, որ գուցե Միկա Խաչատրյանը իդեալական չէ, բայց որ մեկս է անթերի։ Ու ինչպես ասում են, Արտակ ջան, հարցը մի հատ էլ կկրկնես։ Համաձայն եք այն մտքի հետ, որ ցանկացած հարստության տակ հանցագործություն կա։ Ոչ։ Իսկ ինչը եղավ այն հանգուցային կետ, այն բեկումնային պահը, որը փոխեց Միկային։ Նախ ասեմ, որ Միկա Խաչատրյանը չի փոխվել։ Նա նույնն է մնացել։ Ինձ փոխեց մի աֆորիզմ, երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում, երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղամ։ Դա կարծեմ մեր մեծերից ասել էր Դենիրոն։ Չէ, եթե չեմ սխալվում, Միկա ջան, դա ասել է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Գիտեք, ճաշակին ընկեր չկա։ Մի հատ ստոպ, էլի, Միկա ջան, ձեր հետ կապված բավականաչափ նյութ ունենք, եթե հնարավոր է արդեն մյուսներին կանչենք հարցադրույց։ Բայց իմ կտորը խզարք էր, չէ՞։ Գլուխ գործոց, շեդևր։ Ով է հաջորդը։ Ապեր աչքիս էլի դու։ Ոչ ոք չի ուզում նկարվի։ Լավ, առաջարկս սենց կձևակերպեմ։ Եվ քանի որ աշխարհի բոլոր հաջողակ բիզնեսմենները իրենց առաջարկներն արել են փոխշահավետ, դա է եղել նրանց հաջողության գրավականը։
Ես կառաջարկեմ, որ ով իմ մասին ամենալավը խոսած, ուշադրություն $2000 $2000 ինչքան անում 900,000 օրինակ 5 հատ լավ փոշեկուն կամ ասենք մի կանիստր քո ամենասիրած դուխից կամ շատ լավ համակարգիչ հաշվապահական ամենավերջի ծրագրերով կամ Նարե ջան, ոնց ես։ Նիկա ջան, կան բաներ, որոնք փողով չես գնի։ Լիլի ջան, տենց բան չկա, առաջինը ես կխոսեմ։ Միկան այն մարդն է, որին կարող ես վստահել քո ամբողջ կյանքում։ Որին կարող ես վստահել քո ամբողջ կյանքը։ Ամենահարազատ մարդ, անգամ մայրը, անգամ ծնողը, եղբայրը, անգամ քույրը կարող են հիասթափեցնել քեզ, բայց Միկա Խաչատրյանը երբեք։ Ասեմ ավելին, նա գնալով ավելի ու ավելի է շահում իմ, դու ինչի միայն իմ, այլ մտերիմների, հարազատների, գոլեգաների, ընկերների հավատը, հույսը, վստահությունը, բացառիկ մարդ, Միկա Խաչատրյան, կյանքիդ։ Ասացներիս վար ապացույցը։ Ասացինա։ Քեզ ասած չասած։ Հիմա ինչն եմ սխալ արել։ Դու ոչինչ, այդ քուրս է սխալվել։ Այ որ Սոֆիայի մոտ կենթանիների հանդեպ փոքր ժամանակվանից սերը չսերմաներ, դժվար թե Սոֆաս քո հետ ամուսնանար։ Ծինա։ Ուղղակի որ գրում ես ես էլ քեզ եմ շատ կարոտել։ Վերջում գրի կյանքս կամ փիսիկս, որ դեսպանատանը հավատան դա սիրելին գրել է սիրելին, այլ ոչ թե թոշակառուն ուշացած թոշակին։ Լավ։ Գրեմ իվարկյան, բայ ես, ես կես ինչ էր ունեմ պատմելու։ Ապեր հանգստացի, ուղղակիստը շուխուրը շատ է, դրա համար ընդհանուր սենյակում ենք նկարելու։ Նենց որ կհասցնես 2000-ի գոնկի մեջ մտնես։ Աշխատանքային, էս օֆիսում տենց դանդաղ չեն շարժվում, աշխատանքային։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ զրուցակիցն է Կարինե Նավասարդյանը, Կարա Նավասարդյանը։ Միկին ուղղակի հրաշք է։ Նրան բոլորը սիրում եւ հարգում են։ Ու դրա վառ ապացույցը այն է, որ եթե ուշադիր եք եղել, մենք բոլորս աշխատանքի ենք գալիս նրա սիրած ֆուտբոլային ակումբի թիմի մայկաներով։ Ռեալ Մադրիդի։ Որպես ընկեր կասեմ միայն հետևյալը։ Եղել ես դու բարի, բոլորին լավ ընկեր, լսել ենք քեզանից միշտ քնքուշ, լավ խոսքեր։ Որպես մարդ ապրեցիր, ամոնատ քո պայծառ, մեզ նվել թողեցիր, ծնվեցիր լույս աշխարհ։ Գարիկ ջան, իսկ քո կողմից ինչ կարող ես ասել։ Լավ, դուք ոչ մի բան չունեք իմ մասին ասել։ Ունենք, ուղղակի եթերային չի։ Ասեմ կասես մի բան։ Շատ անգամներ է եղել, երբ որ ես լողացած, պինյուարով, թաց մազերով, իջել եմ մի գետուն, աղ կամ շաքարավազ ուզելու,
Իհարկե Միկին 5 տարեկան չի ու հասկանում էր, որ իմ ուզածը ավելին է, քան աղն ու շաքարավազը։ Բայց ես այդ ավելիին այդպես էլ չհասա։ Այ այդպիսի մարդ է Միկին։ Շատ լավ է, ես կարծում եմ այս հատվածը ամենաշատն է քննարկվելու, վստահ եմ։ Երիտասարդները չեն հիշի, Գրեգ, բայց ավակ սերնդի հեռուստադիտողը շատ լավ կհիշի այն դեպքը, երբ տրոլեյբուսը ընկավ Երևանյան լիճը։ Միայն չասեք Շավարժ Կարապետյանի փոխարեն Միկա Խաչատրյանն է սուզվել ու փրկել ուղևորներին։ Չէ, ոչ։ Այն ժամանակ Միկին մանուկ էր, փոքր երեխա, բայց հենց ինքն է խնդրել, ստիպել Շավարժ Կարապետյանին, որ մտնի ջուրը։ Մի մատ երեխա էր, ոնց էր խնդրում, ոնց էր համոզում, ոնց էր հեկեկում։ Մեռնեմ ջանիդ։ Կյանքը Միկա Խաչատրյանի հետ ու առանց նրա միանգամայն տարբեր բաներ են։ Իմ կենսագրությունը օրինակ բաժանվում է երկու կարևորագույն փուլի՝ մինչև Միկային ճանաչելը եւ Միկային ճանաչելուց հետո։ Բայց ներողություն, եթե չեմ սխալվում, Միկան, Աչկարիկը ու Ցուլիկը նույն բակից են եղել եւ մանկուց ճանաչում են իրար։ Ներողություն, ես դեմ ոչինչ չունեմ, ուղղակի ինձ մոտ այդպես եմ նշել, որ հերոսներին կարողանամ տարբերել, շարունակեք։ Այո, մենք մանկության ընկերներ ենք։ Ուղղակի ես շատ դաժան մանկություն եմ ունեցել եւ երևի թե այն նույն կերպ դաժան շարունակվեր, եթե չլիներ Միկան։ Շատ լավ, այսքանը բավական է, շնորհակալություն։ Ես էլ բան ունեմ ասել դու։ Ես էլ բան ունեմ, Ես էլ եմ ուզում բան Շատ երկար կարելի է խոսել Միկա Խաչատրյան մարդու նրա տեսակի մասին, բայց ինչպես ասում են օրկեստրի չափ տվողները, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իմ մասին այսքանը սիրեք իրար, բարի եղեք, բարի։ Արտակ ջան, ոնց էր, սաղ ազգը լացել է, չէ? Ոնց, լուրջ ես ասում? Լավ։ Ինչ եղել։ Ապր ռեյտինգը շատ ցածր է եղել, 0.0000, ես իմ ինչքան 0։ Իսկ եթե այդ նույնը հայերենով։ Դե ապեր աչքիս մենակ ես 3 ընկնել, ես հաղորդումը։ Չէ, Միկա ջան, ես էլի մարդ գիտեմ, որ նայել է։ Ով։ Այս հաղորդման մոնտաժողը։ Իզուր էլ այդքան փող ծախսեցի սրա վրա։ Ու ինձ էլ $2000 պարտ մնացիր։ Դու չէիր ասում, որ ամենալավ խոսացողին $2000 տալու ես։ Տղա ջան, դուք չեք խոսացել, դուք զառանցել եք։ Ու ամեն մի մոռացի, որ այս կինոյի վրա ծախսածը սաղ փողերը գնաց ջուրը։ Այդ փողի վրա մի քիչ էլ ավելացներ, 0-ից գեղարվեստական ֆիլմ կնկարեիր քո մասին ու հաստատ ավելի շատ մարդ կնայեր։ Օպեր դե 0-ից մի քիչ դժվար, հա։ Բայց Միք ջան, բայց այս կինոն 5 անգամ նայել եմ արդեն։ Դերասանների տեքստերը անգիր կարամ հետները ասեմ։ Ապեր հավատա չես կարա։ Не вам тут голос повышать. Да поливал я на ваш расстрел. Я Мика Хачатрян! Стачек!
ասում եմ ափսոս են ընկերոջը տանունը ոնց էր։ Գարիկ ըստեջի։ Տենար բոլոր ժամանակների կինոյի ինդուստրիայի գլուխ գործոցը։ Բարի գիշեր։ Կամ նենց գոռավոր դեսպանատանը լսեն կամ էլ գրի։ Սիրտս։ Այդտեղ Վալերյան կակա։ Բարի գիշեր սիրտս։ Բախտի անիվեսա, թե թուղթուգիր Պատիշը թե ամպոդ ու անձրևոտ օր Սավեշտ է թե կոնկրետ, ճակատագիր Դոմինո, այ քեզ կինո Իսկ պատմության ես պատճառը, երեք ընկեր են խառը Ովքեր փոխում են եղանակը ու բերում ամառը Ովքեր իրար շատ հարազատ են, բայց չափից ավել ազատ են Եվ կոչվում է այս կինոն, Դոմինո Կապչունի խոհարար ես, դու ծեմ էր սող Քեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Քեզ հարկավոր է ասել, ես այլ ոչ թե նո Դոմինո, Ոնց սովորական կինոն ես լսվում պատմությունը մեր Այստեղ ոչ թե նույնի շուն, ոչ է շունը թե Այստեղ ամենը նոր կյանք է ու նոր կինո Դոմինո, ոնց սովորական կինո Որ կոչվում է Դոմինո, այն կոչվում է Դոմինո